Բարի երեկո, հիմնական թողարկման ուղիղ եթերում լուրերն է, ձեզ համար աշխատում է Լիլիթ Աղբալյանը։ Ֆրանսիայի հայկական հիմնադրամի նվիրատվություններով կվերականգնվի Սպանդարյանի ջրանցքը հեռախոսամարաթոնը ավարտվել է 1,5 միլիոն եվրոյի խոստմամբ։ Ծրագրի կյանքի կոչման դեպքում Սյունիքում ոռոգելի կդառնա ևս 3000 հեկտար հողատարածք։ Ֆրանսիայի հայկական հիմնադրամի 2025 թվականի հեռախոսամարաթոնը ավարտվեց նոյեմբերի 23-ին 1,5 միլիոն եվրոյի խոստումով։ Ֆոնետոնի այս տարվա հիմնական նպատակը նվիրատվություններով Սյունիքում Սպանդարյանի ջրանցքի վերականգնումն է։ Կոչաչրչանի համար օգտակար ծրագիր է, սպասված ծրագիր է։ Այդ կանալը ջրանցքը 3 տարի է չի գործեր, 3000 հեկտար հողամասեր կան, որ ճուրի գարիք ունեն։ Ուրեմն աշխատանքները մենք սկսել ենք արդեն անցյալ օգոստոսին, բայց անշուշտ ֆինանսավորման համար գարիքներ ունենք եւ հույսերնից անե որ այս ֆոնետոնը հաջող ընտանա եւ մենք կարողանանք աշխատանքներու ֆինանսավորման շարունակությունը ապահովել։ Պետրոս Թերզյանը շարունակում է. Ծրագրից ուղղակիորեն կօգտվի ավելի քան 4000 անձ, անուղղակի շահառուներն ավելի շատ կլինեն։ Սյունիքի ոռոգվող հողատարածքներն էլ կավելանան 7%-ով։ Գոչ եմ անում բոլոր անոնք, որոնք հետևում են մեր աշխատանքներուն, որ եթե կարող են իրենք նպաստել ֆինանսավորապես այս ծրագրի իրագործման, խնդրեմ կապվեցեք մեր հետ Fonds Arménien de France, Ֆրանսիայի հայկական հիմնադրամ, որովհետեւ ծեր նվիրատվությունը բերեք այս կարևոր ծրագրին համար։ Հեռախոսամարաթոնը անցկացվեց հայտնի թավջութակահար եւ ջութակահար Աստղիկ եւ Շուշան Սիրանոսյանների հովանավորությամբ։ Մենք ինչպես արտասահմանի հայ, Ֆրանսա ծնած հայ, մեզի համար ամեն ցևով օգնել Հայաստանը, անշուշտ կարևոր է եւ մեզի համար անշուշտ երբ որ հարցուցին որ գնկամայր լինենք, մեզի համար շատ կարևոր էր որ ուղագի ստեղ լինենք, ամբողջ ժողովրդին հետ որ փորձում է օգնել Հայաստանը ամեն ցևով։ Շատ հբարդ ենք որ գնանք հիմա մենք գնկամայրը լալաս ամեն գործերուն որ գիտենք որ օգնությունը հոնդեր բիդերտա եւ օգտակար բիդելա անպայման։ Նվիրատվությունները թույլ կտան նաև շարունակել աշխատանքը Սյունիքի, Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում։ Մինչև օրս հեռախոսամարաթոնների շնորհիվ Ֆրանսիայի հայկական հիմնադրամը աջակցել է 42000 ընտանիքի 237 գյուղերում։ Բաշխվել են ավելի քան 18 միլիոն բանջարանոցային սացիլներ, 600,000 տնկիներ, 700 տոննա բարձրորակ սերմեր, 215 ջերմոց, 400 մեղվի փեթակ, գյուղատնտեսական սարքավորումներ, նաև խոշոր եւ մանր եղջերավոր անասուններ։ 12 գյուղ հասանելիություն է ստացել խմելու մաքուր ջրին։ Ղարաբաղից տեղահանված 61 ընտանիք վերաբնակեցվել եւ ստացել է գյուղսարքավորումներ։ Պարբերաբար կազմակերպվում են վերապատրաստման դասընթացներ Ֆրանսիայի ժամանած մասնագետների հետ։